Ձևաչափ է առանց սահմանների եւ սահմանափակումների, կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Ետնաբեմից մինչև բեմ եւ հակառակը։ Այս ճանապարհը կարող է տևել մոտ 10 րոպե։ Այս ուղին կարող է անցնել յուրաքանչյուր ոք, իսկ թե ինչ հետ կարող է թողնել մասնակիցը, սա արդեն հարցի մյուս կողմն է։ Լսումների փուլում ժյուրիի անդամները հանդիպում են տարբեր մասնակիցների։ Տարբեր իրավիճակներում ժյուրիի անդամներից պահանջվում է մաքսիմում համբերություն, թեև լինում է նաև այնպես, երբ համբերությունը չարաշահվում է։ На самом деле, я бы ему дал 15 суток, потому что это свинство полное. То есть у меня в зале сидела дочь. А я бы на твоем месте не тратила нервы Я хотел выскочить, я мерничный, хотел выскочить на сцену и дать голову. Для этого есть охрана. Հայաստանյան X-Factor-ը եւս բացառություն չէ։ Սա երկար ճանապարհ է եւ այդ ընթացքում պատահում են ամենատարբեր իրավիճակներ։ Արտուր Բաղդասարյան, միկրոֆոնով խնդրում եմ։ Այո։ Ողջույն, ոնց ես Արտուր։ Լավ եմ, դու ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Արտուր ջան, ուզում ես երգիչ դառնաս։ Այո։ Ես 5 տարի երգում եմ։ Որտեղ ես երգել։ Հեշմասնի ստուդիայում։ Հեշմասնի ստուդիայում։ Երգեր ունես գրած, թե ուրիշ երգեր ես երգել։ Ինձ նվիրել են։ Իգոր Կրուտոյն է նվիրել։ Ով։ Իգոր Կրուտոյ։ Իգոր Յակովլևիչը։ Երգը կոչվում է Բեստիբիա, բայց ես աղջկա հետ եմ երգում, մենակ չեմ երգում։ Ով այդ աղջիկը, էլի նվիրել է։ Հիմա ձեր հետ է։ Չէ, ինքը Մոսկվայում է, ներկայապային համերգա տալի։ Անունը Մարետա է, էլի Էջմիածինից է։ Դու ինչ որ համերգներով շրջագայել ես աշխարհում։ Այո։ Հատուկ քո համար Իգոր Յակովլևի Կրուտոյը գրել է երգ։ Մենք իրան հրավիրել ենք այդ համերգի, ինքը մեր ձայնը լսել է, մեզի նվիրել է։ Որ համերգի։ Որտեղ էր կար։ Կրեմլում է։ Չհասկացա ինչպես։ Որ համերգի դուք հրավիրեցիք, ես չհասկացա։ Մեր վաղաշաբաթ ստուդիա ենք, մեզի տարան համերգի, այդտենց մենք իրան հրավիրել ենք, մեր հրավերը ընդունել է, այդտենց մեր ձայնը լսել է, մեզ ինքը նվիրել է։ Շատ լավ։ Արտուր ջան, մեկ էլ որ ասացիր աշխարհով մեկ համերգներ ես տալիս։ Վերջինը որտեղ ես եղել։ Վերջինը Մոսկվայում, 3 ամիս առաջ։ 3 ամիս, իսկ դրանից առաջ։ Որտեղ էր Արտուր ջան համերգը։ Շատ մեծ դահլիճ էր, կալասել ես Կարեն Դեմիրճյանի դահլիճի պես ավելի դրանից մեծ էր։ Հասկացա։ Հիմա Կրիմլովսկի, значит Կրիմլովսկի։ Կրիմլովսկին հայ երևի։ Երևի էլի, ինչքան գիտեմ։ Ես ինչ նոր անակնկալներ են մեզ սպասվում։ Արտուր ջան, հիմա կարծում ես մենք արժանի ենք այս ելույթին։ Մենք նվաստներս։ Չեմ հասկանում ձեզ։ Այսինքն մենք բեմի փոշիներս արժանի ենք քո մեծ վարպետության դրսևորմանը մեր առաջ։ Դրսևորմանը, այո։ Սաղ աշխարհում անես եք ելույթ ես ունեցել, հիմա ոնց որ որոշել ես նաև X-Factor մասնակցել, ուզում եմ ասեմ, արդեն որպես կայացած մարդ, որ Իգոր Կրուտոյը իմանա մենք քեզ դատում ենք, կարող է մեզ դատի տա։ Հիմա չգիտեմ, ուզում ես գաս նստես։ Իմաստը որն է կասես, ախորս։ Ախր շատ ես։ Իմաստը ասեմ, իմաստը այն է, որ դու հիմա այս պայծրությամբ շատ ավելի փորձ ունես, քան ես, Գիսանեն, Ավետը եւ Տիկին Գյուրջին։ Ցավը տամ քեզ մի հատ բան ասեմ, ես պրոֆեսիոնալ երգիչ եմ։ Մեկ էլ մի հատ բան ասեմ, ես առանց իմ նաուշնիկի չեմ կարող երգեմ, մեկ էլ առանց մինուսի։ Դուք ձեր մինուսը բերել եք ձեզ հետ, ձեր մինուսով։ Մինուսը իմ ոչ ես ներկապային, տունն է, էլի մոռացել եմ։ Մոռացել է Կրեմլովսկի գրիմերգում։ Հիմա ինչ մի ակապելա ենք լսելու, չէ՞։ Առանց մինուսի եք երգել։ Չէ, ինքը նաուշնիկով լսելու է։ Նաուշնիկով ես կլսեմ, դուք ես կերգեմ։ Մենք էլ կլսենք քեզ, շատ լավ։ Արի, Հասու ջան։ Ծափարությունը։ Ես ինչ է անում ես տղեն։ Կսեմ երգել, հա։ Սկսի Արտուր։ Մելոդիա չեք միացնելու։ Բա դու չես բերել ասում։ Բայց ասում ես չեմ Ես մոռացել եմ, էլի։ Բա ինչ միացնենք։ 1000 ներողություն, եթե մենք իմանայինք, որ պետքա բերենք, հաստատ պատրաստված կգանք 1000 ներողություն Արտուր ջան։ Լավ, շատ բարի։ Իրոք կներես, բայց Бестебян ես երգելու։ Չէ, я буду руки твои целовать, Николай Басков։ Я буду руки твои целовать, я буду руки твои целовать.
Ինչ է կատարվում։ Я буду руки там твои целовать. Խնդրում եմ, էլի։ Արդ։ Проигрышно. Սկսել է երկի մամ դադամ 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 Սպասեք, ժամանակը չի։ Գնաց։ Я для тебя не буду звезды хватать в охапки, не потому что трудно, не потому что жалко, просто на этом небе, как бы оно ни злилось, нет ни одной заветной, чтобы с тобой сравнилась. Я буду руки твои целовать, я стану грустью в улыбке твоей, и нам никто не посмеет мешать, и не отнимет у нас этих дней. Я буду руки твои целовать, забыв, как мальчик о смене времен. Не торопись эту сказку прервать, он так хорош, мой нечаянный сон. Я для тебя не стану самым родным и близким. Ветром над океаном, в облаком небе чисто. Не потому что скучно, а потому что поздно. Да что же не светят в душу эти слепые звезды? Я буду руки твои целовать, я стану грустью в улыбке твоей. И нам никто не посмеет мешать, и не отнимет у нас этих дней. Я буду руки твои целовать, забыв, как мальчик о смене времен. Не торопись эту сказку прервать, он так хорош, мой нечаянный сон. Всё. Проигрышно, ты шаржевый. Եկեք ասենք որ հանին։ Проигрышно. Проигрышно. Я буду руки твои целовать, я стану грустью в улыбке твоей. И нам никто не посмеет мешать, и не отнимет у нас этих дней. Я буду руки твои целовать, забыв, как мальчик о смене времен. Не торопись эту сказку прервать, он так хорош, мой нечаянный сон. Կներես, հասար ներողություն։ Ով եմ իլե ես, որ ստոպտամ կեզ։ Այս պահին կրուտո է գրում փոխանցում։ Փոխանցում օնլայն ռեժիմը։ Չեմ հավատում։ Ինքը կարող է նկարած այստեղ են հիմա Instagram-ը։ Արտուր ջան, շարժվի մի քիչ։ Չի կարող սա իրական։ Я буду руки твои целовать, я стану грустью в улыбке твоей, и нам никто не посмеет мешать. Շնորհակալ եմ։ И не отнимет у нас этих дней. Я буду руки твои целовать, забыв, как мальчик о смене времен. Не торопись эту сказку прервать, он так хорош, мой нечаянный сон. Արտուր, ամեստորեն ժպիտըտ մի թաքցրա։ Հարգարժան Արթուր Բաղդասարյան։ Արտուր Բաղդասարյան։ Ոչ մի Ախորոք ասեմ, օրինակ Երկրի կուսակցության նախագահի հետ գործ չունեմ, չի մանակ ինքն բարեկամն է, որտեվ ազգանունը շեշտվում է, թե Արտուր Բաղդասարյան։ Բարեկամ չի, հաստատ։ 100%։
Շատ լավ է, որ երկից հետո տրամադրությունը մի փոքր ավելի բարյացական դարձավ։ Սուզված եմ, որովհետև առաջ անգամ եմ ստեղ երգում։ Հա, այս փոքր անտերանոցը։ Մի հատ բան ասեմ էլի, ամսիութին հեշտ միացնեմ, որ դու համերգ էր տալի, որ Միրանց Արուկյան ամենավերջում երգեց, Միրանց Արուկյանից հետո ես եմ երգել։ Համերգ ես չէի տալիս, ես վարում էիր։ Հա։ Այս լավն է մունատը։ Վարում էիր։ Վարում էի, հաղորդավար էի, նազելի։ Հա, էլի ինչ որ էի, մի խոսքով, ես իմ ինչս էի այդ բեմում ու այդ այդքան էական չի, ես ինչ եմ, ինչ էիր անում դու, Էջմիածնի տոնին։ Ես էլ էի երգում այդ Էթնիկ Ալաբասկովի բուդուրկից այցելված։ Չէ, ես բայց քեզ չեմ հայտարարել, երթվում եմ քեզ։ Գիտեմ, որտեվ դու ասել ես Միրանց Արուկյանը հելում է բեմ, ինքը տենց երգես բրծավ, դու արդեն Նազելովանից այդ գնացիր։ Նասելի չի, նայով այդ խեղճ երեխան։ Դեմա ինչ որ է, կարևոր չի։ Իսկական է։ Ես ինչ լավ, չեմ կարող։ Իգրը զանգում է ինձ արդեն, գիտես, կայնացած։ Կներես, Արթուր ջան, քանի որ մենք նվաստներս եւ ոչ քո տաղանդին արժանի մարդիկ ոչինչ չեն կարող ասել, առավել եւս դատավճիռներ տալ կամ խոսել քո արվեստի մասին, ախպերս կարճ ասա հա կամ չէ, դից հավը տանում։ Հավը շնում ժամերով դնեմ ոստիկանություն չեմ գտնում, դատք հարցեր տաս, ասա հա կամ չէ, ես այդ եմ էլի, որտեվ Կարճ ասա։ Ակգաս մոտի քեզ կպրեմ, իսկ դու նկարած ես, իսկական չես։ Ոստը նկարած եմ, ախպեր բնականն եմ։ Հաստատ։ Հիմա մտածում Որտեվ չի կարա իրականությունը տենց խոսա իմ հետ, էլի։ Իքը Արտուր մտածում է դու գիժ ես։ Հա, իսկապես, ես կարծում եմ, որ քեզ պետք չի լսել վճիրներ մեզնից, էլի, մենք ով ենք, որ քեզ դատա։ Որը 10 մեռեմ, ես քեզ էլ եմ ասում, ես չեմ սիմեցի, որ երկան ասում են, ասա հա կամ չէ։ Իմ հոր աստուն մեռածներից դու ամենալավն ես։ Շնորհակալություն։ Ամենակենտրոնին ես։ Ասեմ ավելի, ոչ բոլորն եմ նման բան ասեմ։ Մերսի, այսինքն ես կոնկրետ արժանացա այդ պատվին։ Շնորհակալություն։ Ձեզ էլ նույնպես։ Շնորհակալություն Արթուր ջան։ Ուֆ, իմ լեզուն չի պատտվի որևիցե բան ասել այով սկսվող կամ ոյով քեզ։ Չնայած ոյով սկսվող ինչ որ բաներ կուզեի ասել քեզ։ Ու երկեցողության հետ, բայց Գարիկ վճռ ինչ ես նայում իմ վրա։ Արտուր ջան, ինչքան է կզարմանաս, ես ասում եմ ոչ։ Ջանը ցաղնի։ Օբրես մերն ջան։ Այդ իրոք մտածում ես մենք գիժ ենք, չէ՞, ես ինչ ձև ենք խոսում։ Ախպերս ես տես տպավորություն չեմ թողել քո հասցեին։ Արտուր, ես կլնեմ շատ կարճ ու կասեմ ոչ։ Спасибо։ Նայրային նասակի ռուսերեն պատասխան։ Նախ ես շոկի մեջ եմ, դու ոնց ես խոսում ժյուրի անդամների հետ։ Ինչի՞, ինքը միշտ ասեմ ավելին կներս ոնց հատում եմ։ ու ավելի ավատացնում է։ Արտուր ջան, դու Այ ինչ ես ուզում լուրջ հանճարեղ եւ մի վարքան հանճարեղ ու սարսափելի Ավետ Բարսեղյանի հետ հիմա լեզվակռիվ է իրանում, հասկանում ես, դու Ես ինչ կռիվ է չեմ անում, իմ իրանում։ խոսալու ոչ նա, եթե ուզում եք կարամ հենց մայլ փոխեմ։ Ես յուրաքանչյուր եմ տենց Իմ հետ խոսում։ ուրիշ ձևի խոսում։ Ես յուրաքանչյուր եմ տենց խոսում։ Եկեք դուք ընդունեք, այն որ դուք վատ եք։ Ես ձեզ հետ ուզում եմ դուքով խոսել, չնայած որ դուք ինձ հետ դույով եք խոսում։ Ես այդ դույով չեմ խոսում, ես դուքով եմ խոսում։ Դու թույլ չեմ տալիս։ Հա, Արտուր ջան, ես ուզում եմ ձեզ ասել, Արտուր ջան, կներես, բայց դու ես երկարացնում, ապեր, դուքով եմ խոսում, դույով եմ Հələ խոսում։ փորձի մի Ոնց ուզում ես խոսա, կարաս կոպիտ խոսաս, 7 անգամ ավելի ես քո հետ կոպիտ խոսամ, բա դե ինչ ես երկարացնում։ Սպասի եսա կասեն, այո, թե ոչը կգնաս կամ կմնաս այնտեղ որտեղ որ ուզես։ Լավ, բարձա։ Արտուր, դուք սարսափելի երգեցիք ինձ համար։ Եվ դուք պետք է գնաք շրջագայությունների ուրիշ տեղ երգեք, ես ցավոք պետք է ասեմ ձեզ ոչ։ Մերսի։ Ոչ, իհարկե։ Շատ ձգեցին, ապեր, շատ ձգեցին։ Տանից ես ասեք հա կամ չէ։ Հասկացա։ Դե քեզ հաջողություն, այդ համարը կարաս տաս ինձ, այս համար էս։ Ուղղակի ով չի անցնում, հա։ Ես սենց ասեմ, դաժե ես կկպցնեմ իմ վրա, սենց։ Մերսի շատ որ մասնակցեցիր, կրուտոյին բարևներ, գնացինք հաջողություն։ Հաջողություն։ Ես պաշտոնապես հրաժարվում եմ բարելուց։ Մերվ կաութում, պերերի վարեք։